Դե ինչ հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք տաղավար կարճ դադարից հետո, դարձյալ մեր տաղավարում մենք քննարկելու ենք մշակութային հետաքրքիր թեմաներ։ Սեպտեմբերի 26-ից 28-ը տեղի ունեցավ շվեյցարահայ ռեժիսոր Վարսի Բուխմանի «Նրանք ասում են պիտի հեռանաք» վավերագրական ինստալյացիայի միջազգային պրեմիերան։ Պրեմիերայի մանրամասների մասին մենք քննարկելու ենք հենց ռեժիսորի հետ, ինձ հետ է տաղավարում Վարսի Բուխմանը, ով ինստալյացիայի ռեժիսորն է, նաև սցենարիստ, հեղինակ եւ պրոդյուսեր։ Ողջունում եմ ձեզ եւ ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Ինստալյացիայի մասին մի փոքր խոսելով, գիտեմ, որ այստեղ ներկայացված են 120 կանանց պատմություններ, իրենց նկարելու միջոցով ներկայացրել եք այն պատմությունը, որը որ տեղի է ունեցել տեղահանման ընթացքում։ Նախ անդրադառնանք, թե ինչու ընտրեցիք հենց կանանց, եւ գիտեմ, որ թիվներ սիմվոլիկ է եւ խորհրդանշում են 120,000 հայերին, ովքեր տեղահանվեցին Արցախից։ Ճիշտ եք։ Ինչու կանանց։ Դեք ինքը այս պրոյեկտը առաջին հերթին ստեղծված է որպես ոչ որպես ստատիստիկ ինչ-որ բաներ ներկայացնող պրոյեկտ, այլ որպեսզի փոխանցի այդ ապրումները, այդ զգացողությունները, այդ ցավը ու այդ overcoming, այդ դիմադրությունը, որ հաղթահարումը, որ այդ կանայք ապրել են, զգացել են այդ օրերի ընթացքում Արցախի տեղահանման սեպտեմբերի 19-ից մինչև սեպտեմբերի վերջ, այսինքն նպատակը պրոյեկտի եղել է այդ ցավը տեսանելի դարձնել օտար հանդիսատեսի համար առաջին հերթին, իսկ ոնց կարանք մենք մարդուն տանենք զգայական աշխարհ, այսինքն կինը իր տեսակով, իր հուզական աշխարհով շատ էմոցիոնալ է, որպեսզի ես ստանայի access, որպեսզի ես ստանայի մուտք, եթե այդպես կարելի է հայերեն ասել, այդ ապրումներին ես պետքա կանանց հետ խոսայի, ես պետքա կանանց միջոցով դա ինքս հասկանայի, որ կարողանայի փոխանցել այդ ամեն ինչը արդեն հանդիսատեսին։ Գիտեմ, որ նաև կանանց հետ պայմանավորվածություն ձեռք բերել եք եւ առհասարակ նրանց հետ հարցազրույցներ իրականացնել, շփվելը բավականին բարդ է, մանավանդ 120 կանանց հետ։ Ոնց եք շփվել, ոնց եք ծանոթացել այդ կանանց հետ։ Չգիտեմ, կանանց հետ ավելի բարդ է, քան ամեն դեպքում ինքը process-ը ուղղակի բարդ process է եղել, առաջին հերթին ոնց ենք մենք իրենց ընտրել, կանայք որոնց հետ որ ես շփվել եմ, բոլոր տարիքային խմբերից են, այսինքն 17-ից 85 տարեկան մենք ունենք կանանց եւ ունենք, այսինքն աշխատել ենք գտնել բոլոր հնարավոր ասպարեզներից, որպեսզի հնարավորինս լայն պատկեր ստանանք ինչ է իրենից ներկայացնում արցախցի կինը, հա, երբ որ մենք ասում ենք արցախցի կին, մենք ինչ ենք պատկերացնում ու ինչ պետք է պատկերացնի այդ օտար հանդիսատեսը, երբ որ նայի նրանց աչքերին, նրանց դեպքերին, ես ուզել եմ, որ իրենք շատ տարբեր ասպարեզներից ունեն, հնարավորինս լայն ներկայացնեն ինչքան ուժեղ տեսակ է դա։ Պրոցեսի իհարկե բարդ էր, բայց նաև շատ երկար տևեց։ Ինչքան է տևել, ամիսներ կարծում եմ ընդհանուր։ Տարուց ավել, միայն այդ պրոցեսը գտնելու, ինտերվյուներ անելու, իհարկե ոչ ամենօրյա այսպես schedule-ով, բայց շատ ինտենսիվ պերիոդներ ենք ունեցել եմ օրեր, որ օրը 4-5 մարդ այդպես ժամկես անոց ինտերվյուներ եմ վարել իրանց հետ, որ հասկանամ ինչ է այնտեղ կատարվել, այսպես, բարդ պրոցես։ Բարդ եւ երկար պրոցես էր, բայց այնուամենայնիվ արդյունքը տեսանելի էր սեպտեմբերի 26-ից 28-ը։ Նաեւ դուք նկարագրեցիք ինչ-որ չափով, նրանք տարբեր ասպարեզներից են, բայց նաեւ նման են իրար։ Ուզում եմ նկարագրեք այդ կանանց, նրանք առհասարակ ինչպիսին են եւ եթե ընդհանուր նմանություններ գտնենք նրանց մեջ, գիտեմ, որ ուժեղ են եւ ինչպես կնկարագրեք նրանց տարբեր ասպարեզներից լինելով հանդերձ։ Դեք առաջին ուզում եմ ասեմ, որ առհասարակ Արցախի ժողովուրդը եւ այդ բոլոր կանայք,
որ ես հանդիպեցի հետ որ զրուցեցի, մենք բոլորը ունենք մի հատ սարսափելի ցավի մեջով են անցել։ Մենք չենք կարող դա մեզնից պատկերացնենք։ Այսինքն մենք կարանք պատկերացնենք, բայց չես կարող այդքան հասկանաս այդ ամեն ինչը, որտեվ մարդիկ այնտեղ թողել են այնքան բան, ամբողջ մի կյանք, ել չեմ ասում իրենց հարազատների իրենց մահացած եղբայրների, հայրերի, ընկերեզմանները, այսինքն դա մի հատ ցավը, որ աննկարագրելի է ուղղակի։ Ես ձեր հարցը մոռացա։ Նրանք ուժեղ են, ես ուզում եի նկարագրել։ Ես էլ ուզում ասեմ, հա, գամ այդ կետին։ Այսինքն մենք իրանք համ շատ ուժեղ են, համ ներսից այդ փխրունությունը, այդ ցավը, որ անտանելի է ու թվում է թե անհաղթահարելի է, բայց բոլորը փորձում են համենայն դեպս արտաքին կողմից այդ dignity հպարտությունը, երբ որ դու տեսնում ես իրենց աչքերում, այդ խորությունը, որ տեսնում ես, ու մեկ էլ բոլորը անխտիր ունեն, ես նույնիսկ դա հույս չեմ ուզում ասեմ, վստահություն, որ լավ է լինելու, որ հետ են գնալու, որոնք հետ են գնալու իրենց հողը, որտեվ Արցախը դա հայի հողը։ Ինչպես առաջացավ ցուցադրության գաղափարը։ Ես գիտեմ, որ դուք դա իրականացնելու համար Հայաստան եկել, գնացել եք հետ Շվեյցարիա։ Ո՞նց առաջացավ ու ինչը նպաստեց, որպեսզի այդ ցուցադրության միտքը առաջանա։ Նայեք, ես պրոյեկտի վրա սկսել եմ աշխատել 23 թվականի սեպտեմբերի 25-ից։ Օրեր անց։ 6-րդ օրն է Արցախի ողբերգության։ Ես այդ օրը զանգել եմ Անդրեաս Վեբերին, պրոյեկտի պրոդյուսերին Point of View ընկերության junior partner-ն է ինքը, գլխավոր պրոդյուսերը եւ ասել եմ որ պետք է հանդիպել ու քննարկել նոր պրոյեկտ։ Մի անգամից համաձայնվեց, իհարկե չգիտեի դեռ ինչ ֆորմատով եմ անելու, բայց շատ շուտ օրերի ընթացքում պարզ դառավ, որ ինստալացիա ֆորմատը պետք է լինի, որտեղ ինքը տալիս է հնարավորություն համադրելու տարբեր մեդիաներ ու տարբեր նարատիվներ, որը մենք ավելի սահմանափակ ենք կլասիկ դոկումենտար կինոյի մեջ։ Ու նաև շատ կարևոր է, որ ինստալացիան ստեղծում է տարածք։ Կլասիկ կինոդիտումը դա դե գիտենք, մենք բասկաթոռները նստած նայում ենք, իհարկե ընկալում ենք, իհարկե մենք էլ ենք ապրումակցում, բայց այստեղ դու ֆիզիկապես գտնվում ես մի տարածքում, որը ստեղծած է որպես այսպես երկար կարիդոր, հա, մենք ես գրել եմ տարբեր մեդիաներում, որ ինքը սիմվոլիկ Լաչինի կարիդորն է, միջանցքն է ներկայացնում, ես ներկայացնում, հա, ու մարդիկ կարող են, այսինքն որպեսզի այդ կանանց տեսնեին, նրանք պետք է այդ միջանցքով անցնեին, դու պետք է քայլես, դու քայլում ես նեղ, մութ, մի հատ տարածքով ու հասնում ես կանանց ու նայում ես նրանց լուր հայացքներին, լսում ես նրանց պատմությունները, որպեսզի շարունակես, այնտեղ երկրորդ, երրորդ մասեր կար ինստալացիայի, էլի պետք է քայլես, ու ասեմ նստելու տեղի չկա։ Այսինքն դու չես կարող հարմարավետ նստել ու նայել ինչպես են մարդիկ այդ ցավի մեջով անցել, որովհետև որպեսզի ինչ-որ մի բան զգաս, որպեսզի առհասարակ ուզում եմ մի հատ սրան էլ անդրադառնամ, պրոյեկտը իմ համար առաջին հերթին ապրումակցման մասին է, իսկ ոնց մենք տանենք այդ հարթակ։ Նույն իրավիճակը ստեղծելով այդ մարդկանց համար, թեկուզ մի քանի վայրկյան։ Մի քիչ գոնե նման, մի փոքր գոնե հիշեցում, որ այսպես մի քիչ այդ անհարմարությունը իրենց տալով, այսպես ասած, որպեսզի կարողանան զգալ ինչքան թեկուզ վայրկյաններ, ապրումակցել ինչ-որ չափով, այո։ Գիտեմ, որ ինստալացիան 3 մասից է բաղկացած եւ կանանց պատմությունները երբ ներկայացում են, յետևից լույս կա։ Եվ այստեղ ցուցադրության մեջ ցանկացած բան ուղերձ ու գաղափար ունի։ Մի քիչ ֆորմատի մասին եմ ուզում խոսել։ Ինչպիսի ուղերձներ ու գաղափարներ եք դրել ձեր ցուցադրության մեջ։ Հիմա ո՞րն եք ուզում, լույսի մասին։ Հերթով անցնենք լույսի մասին եւ այն մասերը, որտեղ որ միջանցքն է, գիտեմ, որ նաեւ նավթի մասին ինչ որ գաղափար կա, հերթով խոսենք գաղափարների մասին։ Գիտեք, հենց պոստերի վրա, երբ որ դուք տեսնում եք Անահիտն իր տղայի Արտուրի հետ, Արցախում ծնված վերջին հայ բալիկը, առհասարակ հայ բալիկը, իրենք որ այդ լույսից մոտենում են, ինքը իմ համար այսպես ոնց որ սրբապատկեր լինի մի հատ։ Ու տեսնում ես ոնց որ
ոնց որ Մարիամը, այսպես այդ հանդարտ իր հայացքով հսկայական ցավի մեջով անցած իր պատմություն սարսափելի է ուղղակի, երբ որ դուք լսում եք, ինքն եմ մինչև այսօր չի կարող առանց լուծվելու դա պատմի, բայց երբ որ տեսնում եք այդ ամեն ինչի հետ միաժամանակ այդ ուժը, ներքին հանգստությունը ու լույսից դուրս են գալիս մեր շատ սիրուն, շատ հզոր արցախցի կանայք, սիմվոլիկա, սիրունը։ Եվ երկրորդ ու երրորդ մասի անդրադառնանք, նավթին եք անդրադարձել ու նաև ցուցադրությունը երրորդ մասում էր, դրանց գաղափարներն ինչպիսին են։ Նավթի ծովը, նավթի ալիքները, այսպես ասած, ես այնտեղ եթե տեսել եք, հակադրել եմ մեր Արցախում թողած քրիստոնեական ժառանգության հետ։ Այստեղ շատ սիմվոլներ կան, բայց ես ուզում եմ անդրադառնամ հենց այդ թեմային, որ Արցախի կորուստը մենակ հայ կորուստը չի։ Չգիտես ինչի այդպես է անցալվում, բայց այդպես չի, որովհետև մենք մեր այնտեղ թողած քրիստոնեական ժառանգությունը նա ամբողջ քրիստոնեական աշխարհի կորուստն է, ամբողջ քրիստոնեական աշխարհի ժառանգությունն է նաև։ Ու այդ հակադրությամբ նաև նավթ ու մեր եկեղեցիները, մեր վանքերը այնտեղ թողած ես ուզել եմ ցույց տամ ինչի դիմաց եմ փոխանակում։ Որտե դուք եղել եք Արցախում։ Ոչ։ Ես Սյունեցի եմ։ Եվ ցանկություն կա։ Նայեք, ես ծնվել եմ ու մինչև առաջի Արցախյանը ապրել եմ Ղափան քաղաքում։ Կապանում, այո։ Իմ նախապապը Զանգեզուրի բեկն է եղել, Սմբատ Մելիք Ստեփանյան։ Իր մասին այնտեղ պատմության թանգարանում մեծ սրահ կա։ Այսինքն այդ ոգով, այդ արմատներով ենք մեծացել։ Հետո սկսեց առաջի Ղարաբաղյան, առաջի Արցախի պատերազմը, մենք եկանք ընտանիքով Հայաստան ու նրանց արդեն Հայաստանից դուրս տեղափոխվեց։ Շատ տարիներ այստեղ չեմ ապրում։ Ես շատ տեղեր չեմ եղել Հայաստանում, ոչ միայն Արցախում։ Բայց մենք մեր հողի գինը լավ գիտենք։ Եվ կապը զգում եք այնուամենայնիվ։ Ինչպես եք Շվեյցարիայում ապրելով Հայաստանի հետ կապը պահում։ Եվ այս ցուցադրությունները ստեղծելով դուք պետք է ձեր մեջ զգաք եւ դուք էլ ապրոմակցեք։ Ինչ կապ կա Շվեյցարիայում ապրելով ձեր ու Հայաստանի միջև։ Ես չեմ կարողանում ընկալել ոնց կարող է այդ կապը չլինի, որովհետեւ ձեր հարցին պատասխանեմ, ոնց կարող է այդ կապը չլինի, եթե դու այստեղ ես ծնվել, մեծացել, ու նույնիսկ եթե չես էլ ծնվել, ախր հայ արունը նենց մի հատ ուժ ունի, որ մարդիկ կան, որ նույնիսկ ասենք 25%-ով հայ են, բայց իրենք ինձ հայ են համարում։ Իրենք գալիս են, իրենք նայում են, իրենք սրտացավ են այս երկրի համար ու բոլոր փորձում են ինչ-որ մի բան անեն այս երկրի համար։ Իսկ ես այստեղ ծնված մեծացած մարդ եմ։ Այսինքն այդ հարցը իմ համար միշտ կապ կա, աննման երբ այստեղ եք ծնվել։ Վարսի, ինչ գործունեություն եք ծավալում Շվեյցարիայում։ Դուք ռեժիսոր եք, ինձ հետաքրքիր է Շվեյցարիայում ապրելով արդյոք մասնագիտական գործունեություն ծավալում եք եւ ինչպիսին է ձեր մասնագիտական ուղին այնտեղ։ Նայեք, ես շատ տարբեր կյանքի փուլերով եմ անցել։ Մասնագիտությամբ ես ավարտել եմ Բազելի University-ին, 2 master degree ունեմ, սոցիոլոգիայում եւ media communication երկրորդով։ Հետո տարիներ շարունակ աշխատել եմ տարբեր երկրներում, Ֆրանսիա, մի քանի տարի Չինաստան։ Տարբեր աշխարհագրություններ ունեցել։ Շատ տարբեր, հա։ Հետո Լոնդոնում սովորել եմ կինոդպրոցում, այնտեղ cinematography production եւ մոտավորապես 10 տարի առաջ Շվեյցարիայում հիմնել եմ creative agency Boost Plus-ը կոչվում, որտեղ որ մենք սկսեցինք տարբեր հետաքրքիր creative project-ներ անել, ես որպես creative producer ու նաև սեփական այդ production-ի։ Եվ այդպես։ Տարիներ շարունակ Շվեյցարիայում եք ապրում։ 22 գրեթե տարի արդեն։ Երբ եք պատրաստվում Հայաստանից դարձյալ գնալ Շվեյցարիա։ Գիտեմ, որ օրեր անց նորից լինելու եք այնտեղ։ 2 օրից պետք է գնամ։
հոկտեմբերի 31-ին մենք ցուցադրելու ենք They Say We Have to Live նախագիծը Բազելում Շվեյցարիայում եկանք այսպես տրամաբանորեն իմ հաջորդ հարցի ստացվում է որ ցուցադրությունը Հայաստանի սահմաններից դուրս է գալու եւ արդեն կան հստակ դա նպատակն է ամբողջ տանել աշխարհում եք ու մոռացված արցախյան պատմությունները եւ լրացված Արցախցու ձայնը լսելի։ Բազելից հետո հաջորդ կետը որտեղ է լինելու, որ ցուցադրությունը պիտի ներկայացվի։ Կան արդեն հստակ քաղաքներ։ Հստակ լոկեյշններ չկան, բայց քաղաքներ կան։ Ահա, Ցյուրիխ, Բեռն, Ժնև անպայման պետք է ներկայացնենք ու հետո տանենք Շվեյցարիայից դուրս արդեն։ Այո, սեպտեմբերի 26-ից 28-ը Հայաստանում տեղի ունեցած ցուցադրության նկատմամբ ինչ ակտիվություն կար Բարսի, ովքեր էին եկել դիտելու ցուցադրությունը։ Գիտեք, այնքան հետաքրքիր էր առաջի օրը դե պրեմիերա էինք դրել, շատ մարդ էր։ Ես էլ ճիշտ ասած մի քիչ խառն էի, որտեղ անդադ ինտերվյու բան, ես չեմ ընկալել ինչ հանդեղ կատարվել, բայց զգում եի, որ անընդհատ մարդ է գալիս ու այդ սրահը անընդհատ լիքն է եղել։ Մի բա այնքան լիքներ, որ ինձ ասում էին կարողա we have a problem, ես շատ են արդեն մաս Հա, կարող եմ մի քիչ այսպես կանգնեցնենք մուտքի մոտ, բայց չարեցինք, որտեղ դե տարածքը մեծ էր, մենք Latitude Art Space-ում ենք իմիջիալոց ցուցադրությունը ներկայացրել, հա, Շանթ Հովնանյանի աջակցությամբ, ես շատ շնորհակալ եմ, որ այդ տարածքը մեզ տրամադրեց։ Ես սկսեցի արդեն ավելի այդ process-ին հետևել երկրորդ, երրորդ օրը, երբ որ մի քիչ արդեն մեդիայի այդ ամենը հանդարտվեց, հա, գիտեք ինչն էր հետաքրքիր, որ գալիս էին դե հայեր էլ բնականաբար շատ հայեր էին գալիս, բայց շատ գալիս էին ոչ հայեր, տարբեր երկրներից։ Մեզ հետ խոսում էին մուտքի մոտ թե անգլերեն, թե արաբերեն, թե ռուսերեն, շատ էլի հանդիսատեսներ կային։ Ու ինձ հետաքրքիր էր, լավ, այս ամբողջը, որ ես 2 տարի շարունակ աշխատել եմ, հիմա մենակ մեր վրա է սա ազդում, թե իրոք ոչ հայ հանդիսատեսի վրա էլ կարող է ազդել։ Ու շատ էի, երբ որ նրանք դուրս էին գալիս այնտեղից, ու ես չհուզված մարդ չտեսա, ես չտեսա մարդ, որ ինչ որ անտարբեր էսպես դուրս կգար ու կգնար։ Շատերը նույնիսկ կարևան ակնոցներ դրած էին դուրս գալիս, որպեսզի մենք իրենց աչքերը չտեսնեինք։ Իսկ ինչու է սա կարևոր։ Ինչու է կարևոր, այլ այսպես չի էլի, որ եկել ենք մի բան անենք, որ մարդկանց հուզենք ու գնանք այստեղից, չէ։ Իրականում այս ամենը նորից հետ են գալիս ապրումակցմանը։ Եթե չզգաս, չես հիշի։ Չի հիշի, այո։ Եթե չզգաս, որևէ գործողության չես գնա։ Պետք է այդ մեր ցավը կարողանանք ինչ որ մի ձև տեսանելի դարձնել ուրիշի համար, որ իրենք կիսեն։ Կիսված ցավը թեթևանում է առաջին հերթին, իսկ երկրորդ հերթին կիսված ցավը արդեն տանում է դեպի հիշողության ու որևէ մի գործողության, այ մենք որ խոսում ենք այդ անտարբերության մասին, միջազգային հանրության անտարբերության եւ այլն, որտեղից է այդ անտարբերությունը, որտեղ չգիտեմ։ Պետք է պատմել։ Հիշվելուց հետո, երբ ցավը արդեն հիշվում է, թե միջազգային հանրության եւ թե նաեւ հայ հանրության կողմից, հաջորդ քայլը ո՞րն է Վարսի։ Երբ հիշում են ցավը, դրան ինչ քայլ է արդեն հետևում։ Երբ հիշում են հոգ են տանում։ Երբ հոգ են տանում գնում են ինչ որ գործողություններ։ Ինչ կապ կա հիմա այն արցախցի կանանց հետ, որոնց ներկայացրել եք, նկարել եք, ինտերվյուներ եք արել, ես վստահ եմ ինչ որ կապ կա այնուամենայնիվ, հաղորդակցվում եք, շփվում եք նրանց հետ, հետաքրքիր է պահվում է դա նրանց կողմից եւ նաեւ ձեր կողմից։ Հա, մենք սիրեցինք իրար բոլորս, գիտեք, որովհետեւ շատ էսպես private էր այդ միջավայրը, որտեղ որ անցնում են ինտերվյուները, ես էի մեր casting դիրեկտորը Մարիանան Գրիգորյան ինքը հենց արցախցի աղջիկ է, ինքը տեղահանված 23 թվին, ու ինքը բոլորին շատ լավ գիտեր ու ինձ գտնում էր այդ մարդկանց, այդ պատմությունները, բացատրում էր պրոյեկտը, որպեսզի իրենք գային ու ինձ հետո պատմեին, ու շատ էսպես մտերմիկ հանդարտ միջավայր է եղել։ Կային աղջիկներ, որ գալիս էին ու ասում էին, որ չեն ուզում խոսել այդ թեմայով, որովհետև տեղահանումից այս կողմ չեն անդրադարձել, չեն ուզում հիշել։ Բայց նստում էինք, մի քիչ զրուցում էինք, մի քիչ տարբեր թեմաներով, կամաց միջավայրը արդեն դրդում էր։ Սա շատ տարածված է, շատ դժվար է գտնել այնպիսի կանանց, ովքեր պատրաստ են խոսել այն ամենի մասին, ինչով որ անցել են եւ պատրաստ են խոսել հանրության առջեւ։ Ինչպիսի միջավայր եք ստեղծել նրանց համար, որ նրանք բացվեցին։ Ես կարծում եմ, սա ռեժիսորական հնարքել է ինչ որ չափով, որին տիրապետում եք։ Ինչ միջավայր էր ստեղծվել նրանց համար։
Շատ հանդարտ էր ամեն ինչ։ Ես ինքս ներսից շատ հանդարտ եմ իրենց դիմավորել։ Ու գիտեք, երբ որ ամեն ինչի մեջ կա հանգստություն, սեր, acceptance, Հանդարտություն, այո։ ընդունում, երբ որ դու մարդուն ընդունում ես իր տեսակով, իր ձևով, իր բոլոր կողմերով, այդ միջավայրը արդեն շատ հանգիստ է լինում։ Մենք ունենք թեյ, մենք ունենք շոկոլադ, մենք ունենք մի հատ sense շատ པարզ ու հանգիստ սենյակ, որտեղ որ նստում զրուցում ենք ուղղակի։ Այո, համապատասխան միջավայր եք ստեղծել։ Վարսի եւ կարճ նկարագրեք կան ստեղծագործական այլ նպատակներ, նման ցուցադրությունների տեսքով կան, ինչ որ այլ գաղափարներ, որ պիտի իրականացնեք Հայաստանում կամ թեկուզ Հայաստանից դուրս։ Ես այս պրոյեկտը դեռ չեմ ավարտել այն առումով, որ սա այս պրոյեկտի մի ֆորմատ եմ ձեզ ներկայացրել, ինստալացիա ֆորմատը։ Ես անպայման պետք է գիրք ստանամ այս ամեն ինչից, որովհետև դուք այնտեղ տեսել եք 2 ժամ պատմություններ, որոնք 2 ժամ շարունակ պատմվում են, բայց ես 100-ից ավելի ժամ ձայնագրություն ունեմ։ Ու այնքան շատ բան կա դեռ պատմելու իրենց մասին։ Ես ուզում եմ անպայման առաջին հերթին այդ ամեն ինչը գրքի ձևով ներկայացնեմ, որովհետև սա արձանագրություններ են, սա վավերագրական պատմություն, documentary, վավերագրություններ, այո, սա իրական պատմություններ են, որ պետք է պահպանվեն եւ տարածվեն, ներկայացվեն, այո։ Ինչ խոսք են ձայնագրությունները, որոնք որ դուք ունեք, դրանք շատ կարեւոր են, որովհետեւ ամեն մեկին չի որ հաջողվում է նման ձայնագրություններ, այն էլ այդքան շատ կանանցից ստանալ։ Ես շնորհակալ եմ ձեզ այս ցուցադրության համար եւ ստեղծագործական հետագա մտքերին ու գաղափարներին մաղթենք իրականություն, թե Հայաստանում եւ թե Հայաստանից դուրս։ Հարգելի հեռուստադիտող, այս մեր հարցազրույցը մոտեցավ իր ավարտին։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի շվեյցարահայ ռեժիսոր, սցենարիստ, հեղինակ, պրոդյուսեր Վարսի Բուխմանի հետ։ Մենք կարճ դադար կունենանք եւ դարձյալ տաղավարում ենք մեր հետաքրքիր եւ մշակութային զրույցներով։